Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը։ Սիրելի հեռուստադիտողներ, եթե ունեք ընտանի կենդանի, որը կարող է զարմացնել կամ ինքներդ ունեք կենդանիների հետ կապված հմտություններ, ապա Dogfest փառատոնը ձեր շանսն է դրանք ցուցադրելու։ Մայիսի 11-ին և 12-ին Երևանում տեղի կունենա Dogfest փառատոնը, որի նպատակն է հասարակության տեղեկացվածության ապահովումը կենդանիների, այդ թվում բարեկեցության կազմակերպությունների, ծառայողական շների և կենդանիների փրկարար կազմակերպությունների մասին։ Փառատոնը կներառի նաև շների մրցույթներ, ինչպես նաև տարբեր զրույցներ և սեմինարների միջոցով մասնակիցներին կներկայացվի շների տարբեր ցեղատեսակներին բնորոշ վարքագծերը և առանձնահատկությունները։ Եվ այս ամենի մասին արդեն ավելի հանգամանալից կխոսենք մեր հյուրերի հետ։ Մեր հյուրերն են Հայկ Հարությունյանը, Dogfest փառատոնի կազմակերպիչ և Նարէ Արամյան, Propose կազմակերպության ներկայացուցիչ։ Բարի լույս։ Ոնց եք։ Ոգևորված։ Շատ լավ, հետաքրքիր իրադարձություն է սպասվում, հա, փառատոն Dogfest։ Ինչ է իրենից ներկայացնում ընդհանրապես փառատոնը։ Ուրեմն փառատոնը արդեն երկրորդ անգամ ենք անցկացնելու, կոչվում է Dogfest, բայց իրականում ինքը շատ ավելի համապարփակ է, այսինքն ներառում է ցանկացած կենդանիների եւ մարդու եւ կենդանիների հարաբերությունների հետ կապված այդ ամբողջ դաշտը եւ փառատոնի ընդհանրապես միտքը էր, որ մարդկանց մեր հարությանը ավելի շատ փորձել ներկայացնել, որ կենդանի պահելը շատ դրական է եւ պահելու դեպքում էլ ինչպես է պետք վարվել կենդանիների հետ, ինչ հարաբերություններ է պետք ստեղծել մարդու եւ կենդանու, ինչպես սոցիալիզացնել այդ կենդանիներին, հա, ասենք հանրության մեջ, այդ եթե տենց ընդհանուր, բայց կոնկրետ փառատոնի ընթացքում թե կենդանատերերը, այսպես ասած, թե հետաքրքրվածները, թե այն մարդիկ, որ նույնիսկ վախենում են կենդանի պահելուց եւ նույնիսկ երևի դուք էլ եք ականատես եղել փոքր շնիկից կարող են շատ ուժեղ վախենալ, այսինքն այդ մասնակահարության մեջ փորձենք իրանց ավելի մոտիկից ծանոթացնել դրական կողմերի հետ, բարդությունների հետ, խնամքի հետ կապված եւ այլն։ Ու ըստ դրա համապատասխան մեր մասնակիցներն են լինելու, դրանք տրեյներներ են, հոգեբաններ են, մարդիկ են, որ այդ ոլորտում են եւ պրոֆեսիոնալ են, փորձել են իրանց փորձը կիսել, ու մենք ամենակարևորը մենք։ Հա, եւ նայեք, այնտեղ մենք հարցում ենք նույնիսկ կարել մարդկանց ինչ կարող է հետաքրքիր լինի, բոլորը ուզում են ծանոթանալ իրար հետ, բնականաբար իրանց կենդանիներին ծանոթացնել, հա, ասենք շներին իրար հետ ծանոթացնել, փորձել ինչ-որ փորձ ձեռք բերել, հա, ասենք կիսվել իրար հետ այդ փորձով, ու առհասարակ sense ոլորտային հանդիպում է, դուք տեսել եք երևի շատ այգիներում մի քանի շնատեր իրար հետ կանգնած խոսում են բան, այդ նույն բանն ալ իրենու շատ ավելի մեծ, ավելի գունեղ, ավելի խորը ֆորմատով, այսպես ասած, այդ երկու օրը այդպես տոն ալնելու, թե կենդանասերների համար, թե հետաքրքրվողների համար, լինելու են որոշակի սոցիալական ծրագրեր, որոնք մարդկանց, այսինքն բացատրելու են, ցուցադրելու են ինչա նշանակում ընդհանրապես կենդանի ձեռք բերելը, ինչ կարևոր է կենդանի նաև որդեգրելը եւ դրա հետ կապված ամենը ինչ որ կարող է մարդկանց հետաքրքրի բեմից կտեսնեն եւ ոչ միայն իրար հետ շփվելով, ծանոթանալով փորձում ենք այդ այսպես ասած, հա, կոնտակտը մարդկանց կապել իրար, առհասարակ ցանկացած փառատոն դա առաջին հերթին կոմունիկացիա է, networking այսպես ասած, հա, հիմա այդ networking-ը փորձում ենք ապահովել։ Նարէ ջան, ձեր մասով դուք ավելի մանրամասն ասեք։ Ինձ համար ամենակարևորը 3 առանձին հատվածն են։ Մեկը, որ երեխաներն են շքերթով գալիս են եւ կենդանիների հետ են խաղում եւ այն ամենափոքրիկները ծառատուն կենանում եւ այլն։ Երկրորդը, որ մենք բուսակերական շարժման շրջանակներում ենք մարդկանց փորձում ոգևորել, որ Հայաստանն այն հազվագյուտ երկրներից է, որտեղ բուսական սնունդ ուղղակի արտակարգը եւ պետքա քիչ թե շատ սկսել հրաժարվել կենդանական սննդից հատկապես
ուրիշներին ուտելուց եւ ամենասիրելին բոլորի կողմից դա հայտնի մարդիկ հանուն անտուն կենթանիների լուսանկարչական նախագծի շրջանակներն են, որտեղ այդ նույն հայտնիները, ովքեր տարիներ շարունակ եկել են կամ մեր կողքին են եղել եւ փորձել են մասնակցել խնդիրների լուծմանը, կենթանիների նկատմամբ հատկապես երեխաների հոգատարության արտնացման, իրենք գալիս են մեզ միանում են եւ այդտեղ բոլորը ոգևորված նրանց հետ էլի լուսանկարվում են ձակուկների հետ եւ դա շատ կարեւոր է մեզ համար, այդ իսկ պատճառով դուք պարտադիր պետք է անպայման գաք մեզ մոտ եւ լուսանկարվեք եւ շունիկների եւ եթե շատ ցանկություն լինի երեխաների հետ։ Շատ լավ է։ Այդ դուք նշեցիք, որ ամենակարևոր ֆակտորը, որ վախը դեպի շունիկները, հա, կենթանիները, հատկապես շունիկները կարողանում եք այս միջոցով նվազեցնել, եթե ոչ ամբողջությամբ, հա։ Ինչ-որ չափ։ Այո։ Ոնց է այդ process-ն արվում, որովհետև շատ-շատերը կենթանասեր են, բայց մի տեսակ վախ կա ագրեսիվությունից կամ չկարողանալ ամբողջությամբ հոգ տանել, այս սա ոնց է։ Իրականում նայեք, շատ ընտանիքներ կան, որտեղ հիմնականում կենթանի ունենալու ցանկությունը փոքրիկների մոտ է, երեխաների մոտ է, ու երբ որ ինձ շատ ա եղել, զանգել են նաև ընկերներս, ծանոթներս եւ ասել են, վայ, այնց ենք ուզում մի շունիկ կամ որդեգրենք կամ ձեռք բերենք, տվյալ պարագայում կարևոր չի, կարևորն է, որ երեխան ուզում է ունենալ կենթանի, եւ շատ կարևոր է, որովհետեւ եթե մենք ընդհանուր նայենք այն հանրությունները, որտեղ կենթանիների հանդեպ լավ վերաբերմունք կա, այդ նշանակում է, որ այդ սերունդը դաստիարակված է խնամքի, հոգատարության, առհասարակ այլ կենթանի էակին հարգելու բանի մեջ, մթնոլորտի մեջ, հա, ասենց ասած, ու այդտեղ ոնց որ տեղի է ունենում այդ կոնտակտը, երեխաները նույնիսկ ծնողներին ձեռքից բռնած բերում են այդ փառատոն, հիացած են այդ շունիկներով, այդ էներգետիկան ամբողջ փոխանցվում է եւ ծնողների սիրտը հիմնականում հալվում է եւ իրանք նույնիսկ եթե միջև այդ չէին ուզում թույլ տային, որ այդ երեխան օրինակ կենթանի բերի առավել եւս օրինակ բնակարանում ապրողների մասին է խոսքը, այդ կոնտակտը տեղի է ունենում, անցյալ փառատոնում մեր մոտ եղել է մոտ մի երևի 10 case, որ տենց այդ տեղի ունեցեն, որում համ որդեգրվել են, համ միգուցե հա պայմանավորվել են, որ այդ ձարքերից հետագայում ձեռք կբերեն ինչ-որ մի տեղից, ինքը լավ հարթակ է այդ առումով, որտեղ տեսնում են այդ մթնոլորտը ու գիտեք, չգիտեմ ինչքանով է դա դες չեմ կարող առանձնացնել, բայց սովորաբար կենթանի պահող մարդիկ, կենթանու լավ վերաբերվող իրանք մարդկանց էլ է լավ վերաբերվում ու դա շատ կարևոր դաստիարակչական այսպես պլաստ է, որը կարելի է ուղղակի անձնային աչքով տեսնել։ Իսկ եթե վերցնենք 100 մարդ, որոնցից պայմանական 50-ը կենթանի են պահում, Եմ յուս 50-ի լավ են վերաբերվում։ Շատ ավելի լավ են, 50-ը կներեք, որտեղ ասում եմ, բայց հա, երբ որ դու կենթանում սիրում ես, դու չես կարող մարդուն չսիրել, ասենց ասեմ, ընդհանուր առմամբ։ Իհարկե ֆանատիզմի մասին չի խոսքը։ Ֆանատիզմի մասին չի, որտեղ իրանք մեր երկիր մոլորակի անդամ են նույնպես ինչպես մարդիկ։ Կան ֆանատիկներ, որոնք միայն, ասենք, նպատակաուղված իհարկե այդ կենթանիների շահերը նույնիսկ ավելի շատ են, ավելի բարձր են գնահատում, քան մարդկանց, բայց բալանսավորված լավ վերաբերմունքի մասին։ Ամեն ինչը գեղեցիկ է, որ չափի մեջ է։ Չափի մեջ է, իհարկե։ Դուք նշեցիք, որ բացի շներից այլ կենթանիներ եւս փառատոնին կարող են մասնակցել, ինձ հետաքրքիր է։ Կարող են, բայց մի քիչ սահմանափակ է, որովհետեւ հասկանալի պատճառներ, որտեղ 500 շունկ է, եթե մի հատ կատու լինի, պատկերացնում եք, չէ՞, այդ կատվի։ Ես կոկորդիլոս եմ բերելու անպատճառ ինչ որ հա, կոնտեյներներով կամ ասենք թութակներ են լինելու եւ այլն, բայց այնպես չէ որ դա զոոպարկ չի, էլի, ի վերջո պետք է հասկանալ, կենթաբանական այգի չի, սա ավելի շատ շփման հարթակ է, քան թե կենթանիների ցուցադրություն, այնուամենայնիվ կենթանիների ցուցադրություն հատուկ վարժեցված, հատուկ ունակություններ ունեցող կենթանիների ցուցադրություններ են լինելու, որոնք օգնում են փրկել, ասենք, ինչ որ կատաստրոֆաների, երկրաշարժերի, ասենք, մարդկանց փրկելու համար, այսինքն տրեյնինգ արած շներ են, որ այդ ցուցադրությունները արնելու, դա էլ է շատ կարևոր կամպանիա, որ կենթանիները ծանր պահերին, երբ որ մեծ կատաստրոֆաներ են լինում, միշտ նաև զգում են եւ օգտակար են իրանք արդեն կիրառական առումով վարժեցված են օգնելու համար։ Եվ կատուների մասով այս
փոխհարաբերությունը ինձ մի քիչ անհասկանալի է, որովհետև կան օրինակ շներ եւ կատներ, որ շատ լավ ընկերություն են անում եւ շատ լավ հարաբերություն են իրար պաշտպանում են եւ այլն։ Եվ կա հայտնի թումանյանական շոնդու կատվի տարբերակը։ Այս մասով գուցե փառատոնը օգնի նաև իրենց փոխհարաբերությունները շտկել։ Բարելավել։ Առանց փառատոնի մեր տանը դա էս արել եմ, իմ երկու կատուն իմ շան հետ շատ լավ հարաբերությունների մեջ։ Դա ի սկզբանե է եղել, թե դուք եք սովորեցրել։ Նույն չափսի են մոտավորապես լուսմինը։ Շունը միշտ զգոն է, որ կատուները շրջապատում կատուները կարող են նույնիսկ դաստիարակել շանը։ Գիտեմ, դա իմ փորձն է։ Չէ, բայց ուրիշ խնդիր էլ կա այստեղ։ Չէ, որ նրանք նաև կրկնօրինակում են եւ հետո փորձում են հասկանալ տերը ում է ավելի շատ սիրում կամ ում է ավելի հոգ տանում եւ եթե դու ճիշտ ես բաշխում, ընկատուները շատ ինքնուրույն են եւ ես ասեր։ Այո։ Բայց շները խանդոտ են։ Իրականում ես օրինակ իմ կատվին որ սիրում եմ, գալիս եմ ռոթա այսպես դնում ուսիս, ասում եմ ինձ էլ սիրի։ Կենթանական բնազն է։ Գիտեք, նման փառատոները կարծում նաև պիտի շատ օգտակար լինեն խնամքի հետ կապված, որովհետև շատերն ուզում են շուն պահել, գնում են կամ ворթեգրում են, ինչպես ասացիք, բերում են մի քանի օր պահում են, հետո արդեն դե լավ շունա ինք իրան կմեծանա, բայց այդպես չի, հատկապես բնակարանում, երբ որ փակված է լինում, այսինքն շանը փակում են տանը եւ ամբողջ օրը դե պարզ է աշխատում են, այդ շունը կարիքներ ունի, այդ շունը պիտի բնության հետ շփվի եւ ի վերջո նա կենթանի եւ այդ կենթանական բնազդը կա։ Ինչպես անել այս դեպքում, որ այդ հավես կոչվածը չկորի եւ այդ կենթանին չտուժի դրանից։ Այդ հարցերի պատասխանը կստանաք փառատոնի։ Բայց նախնական որպեսզի լինեք պատրաստված եւ ավելի ողջավորված գալու, ինչպես մենք ենք, ասենք որ իրականում տեսեք, կյանք գնալով ավելի է բարթանում եւ մարդիկ պետք է հասկանան, որ կենթանիները դա այն կարեւորագույն ինչ որ կտանի բարեկամներ են, ովքեր օգնում են հաղթահարել ցավը, կորուստը, դժվար վիճակները, որովհետեւ դա նաեւ ապացուցված է գիտականորեն առողջական նշանակություն ունի։ Կենթանու հետ ամենօրյա շփումը դա բոլորովին այլ հարթություն է, որը միանշանակ մարդուն տալիս է օգուտներ եւ այդ իսկ պատճառով մարդը պետք է կարողանա ճիշտ հոգ տանել։ Եւ հավատացեք, մարդիկ սովորաբար փորձում են, ինչպես ասում են խորհրդային տաներին, պլանը գերակատարել տարբեր ինչ որ մեծ շապավեններ կապել այդ փոքրիկ չորքոտանի փամփլիկների վրա, բայց դա բացարձակ անիմաստ է, որովհետեւ նվազագույն խնամքը այդ կենթանուն արդեն իսկ տալիս է երջանկություն մարդու կողք եւ պետք է ճիշտ իմանալ այդ խնամքի կանոնները եւ շատ կարեւոր է որ մեր բոլոր տաղավարները ունեն այդ ամբողջական աշխատանքը այցելուների հետ եւ բացատրական մի քիչ ուղիչ աշխատանքային եւ խնամքի հստակ կանոնների շրջանակում եւ այն նվազագույն բոլոր տեսակները գործողությունները որ մարդը կարող է եւ պետք է անել կենթանու նկատմամբ։ Դուք ինքներդ մասնակցում եք փառատոնին ձեր կենթանիների հետ, թե Ցավոք սրտի կազմակերպչական առումով հնարավորություն չեմ ունենա, որտեղ կենթանում պետք է հետևել միշտ։ Այսինքն չի ստացվի համատեղել։ Բայց բացի մարդ կենթանատեսակներից մենք մեր մյուս բոլոր կենթանատեսակներին կբերենք եւ շատ կարեւոր է որ մեր ընկերներն իրենց կենթանիներով կգան, ոչ միայն կլինեն նաեւ անտուն կենթանիներ, հատկապես ձագուկներ, որոնք հենց այդ օրը կորթեգրվեն, ինչպես նախորդ անգամ էր։ Շատ լավ, երեխաների շփումը կենթանիների հետ փոքր հասակից, հա, ինչպես մի քանի խորհուրդ տվեք, ինչպես ճիշտ կազմակերպել, որովհետև երեխան սկզբում շատ է ուզում, բայց հետո հանկարծ շան բարձր հաճոցից կամ կծելուց հետո երեխայի մոտ կոնկրետ ֆոբիա է առաջանում կենթանու հանդեպ։ Սա ինչպես հաղթահարել կամ ինչ ձև կա։ Երևի մասնագիտական առումով չեմ կարողանա ձեզ լիարժեք պատասխանել, բայց իմ փորձով կարող եմ ուղղակի ասել, որ ամենափոքր ժամանակվանից ես իմ երեխաներին թույլ եմ տվել, երբեք չեմ ասել, որ կենթանին վնաս է, որ կենթանին վատ բառ եմ ասում, հարամ է, հա, ու այդ գաղափարը միջև հիմա մեր մոտ կա, բանում հասարակության մեջ, որ կենթանին հարամ է, հա, շատ վատ բառ է, բայց ասենք ինքը կիրառվում է, էլի, գիտակցաբար կարող այդ բառը չեն ասում։ Այսինքն ինքը երեխան ինքնուրույն առանց որևիցե ինչ-որ բացատրելու ինքը կենթանու հետ միշտ շատ լավ հարաբերություններ կարող ունենա, որտեղ բնականաբար տեսնում է այդ մռութը, որը նայում է իր վրա, երջանիկ աչքերով, ինքը այսինքն կոնտակտը իրանց մեջ բնական ձևով ձևավորվում է, կարևորը ծանողը չխանգարի, ասենց ասեմ, այսինքն միշտ պետք է մինիմալ, հա, ասենք անվտանգության բաները պահել, օրինակ հասարակ սկզբից միանգամից չի կարելի շունիկին մոտիկանալ, սիրել իրան։ Ձեռքդ ուղի, թող մի հատ հոտ քաշի, նոր իրան սիրի։ Ամենապրիմիտիվ տարական բանն է, ասենք։
որը երեխաներին կարաստած մնացած առումով իրանք շատ լավ լեզու են գտնում, կարիքը հարաբերս չունեն, շատ լավ խաղում են։ Մենք ձեզ մաղթում ենք հաջողություն ֆեստին եւ համոզված ենք, որ շատ կենթանասերներ, շատ շունիկներ նաեւ կմասնակցեն այդ կարևոր իրադարձությանը եւ շատ լավ բան եք անում, որովհետեւ մարդուն եւ կենթանուն բնության մեջ ներդաշնակ դարձնելու համար նմանատիպ միջոցառումներ շատ պետք են։ Մենք շատ ենք սիրում կենթաներ, բայց կամ վախենում ենք, կամ վախենում ենք պատասխանատվությունից, կամ նրանցից ֆոբիա ունենք, բայց շատ ենք սիրում եւ մի խոսքով, այս բոլոր խնդիրների լուծումները կարծում եմ հենց այս միջոցառումը ընթացքում կարելի է ստանալ։ Շնորհակալություն ձեզ, ուզում եմ նվիրել Իջևանի Սարգոն սպիտակ չոր գինին, որպեսզի արդեն կամ նախքան կամ հետո նշեք։ Կկիսենք, հա։ Ահա։ Ուզում եմ ձեզ նվիրել էմոցիաներ, որովհետև կենթանիներն իրենք տեսակով արդեն էմոցիա են մարդու համար եւ նրանց էմոցիաներն չեն կարողանում թաքցնել։ Մենք հաճախ ենք թաքցնում մեր էմոցիաները, բայց կենթանին չի թաքցնում իր էմոցիան, եթե սիրում է, ապա դա ցույց է տալիս։ Փորձենք մենք էլ դա ցույց տալ, հենց բացիկների շնորհիվ նաեւ եւ կարեւոր խոսքերի, որոնք նախատեսված են սիրելի մարդկանց նվիրելու համար։ Այստեղ հայտնի ֆրազեր են երգերից ընտրված, այնպես որ ծաղիկների կամ նվերների հետ կարող եք նվիրել։ Առաջինը ուր որ գնաս հետդ կգամ, հենց որ կանչես մոտդ կգամ։ Երկից է, երկրորդը ծաղիկներ բերեմ, սիրուն ջան քո ճամփեն զուգեմ, զարդարեմ։ Սա ձեզ նվիրենք ձեզ համար հարազատ մարդկանց եւ ձեզ հաջողություններ։ Շնորհակալ ենք։ Շնորհակալություն, ձեզ էլ սպասում ենք փառատոնին։ Շնորհակալություն։ Հիմա կլինի կարճատև դադար մեր եթերում, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք առաջին ծրագիրը։